Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ, ես առաջարկում եմ այսօր մի քիչ խորհենք բարձրացված աղմուկի մասով եւ ինչի հետևանք կարող է լինել։ Ես կարծում եմ այնուամենայնիվ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ մենք հստակ չենք ձևակերպում հենց խնդիրները, այսինքն տեսեք ինչպես է, եթե մենք կարողանանք ձևակերպել խնդիրները, խորքային ըմբռնել դրանց էությունը, արդեն կարելի է ասել, որ խնդիրները կիսով չափ լուծված կլինեն։ Բոլոր կողմերից ամեն մեկը գոռում են, ես հայ եմ, ես Հայաստանս, հայրենիքս, եկեղեցիս, քրիստոնեությունս, բոլորը, բայց ամեն մեկը տարբեր վարքագծով, ամեն մեկը տարբեր մեկնաբանությամբ, հա, ամեն մեկը տարբեր ակնկալիքով, եւ այս ամենը համախմբող չի եղել։ Համախմբող, այսինքն մի հատ համախմբել, հասկանալ ինչ կերպով է մեկնաբանում այդ ամենը ու առաջարկություն անել, թե ինչպիսին մոտավորապես պիտի լինի բանաձևը։ Դե որտեղից լինել, եթե ասենք բոլոր ժամանակներում ըստ էության մշակույթի հետ կապված, ես խոսքս անկախության վերաբերում, անկախության 34 տարիների ընթացքում մշակութաբանական ցեղասպանություն է իրականացվել Հայաստանի Հանրապետությունում։ Եթե մի մշակույթի նախարար թալանչի է եղել, թալանչի։ Տեսեք, օրինակ, այսօրվա մշակույթի նախարարին շատերն են քննադատում, ճիշտ է։ Այս կամ այն որոշումը, այս կամ այն նախաձեռնությունը եւ այլն։ Քննադատությունը տեսնում ենք, դա նորմալ է։ Նորմալ է։ Բոլոր որոշումները չեն, որ մարդկանց սրտով կլինի եւ բոլոր որոշումները չեն, որ բացարձակ ճշմարտություն կլինեն։ Այնուամենայնիվ դա քաղաքական process է, երբ որ քաղաքացին հայտնում է իր դժգոհությունը, իր մոտեցումը կամ հակառակ ծափերով է ընդունում եւ այլն, որովհետեւ ասել, որ ԿԳՄՍ նախարարը շատ վատն է, ոչ, կան նաեւ նորմալ բաներ, հեռահար ծրագրեր են իրականացվում եւ այդ ամեն ինչը նույնպես կառավարվում է նույն ԿԳՄՍ նախարարության կողմից։ Բայց սա քննադատությունն է, որը նորմալ է։ Բայց ոչ ոք չի ասում, այսօրվա ԿԳՄՍ նախարարը օրինակ ինչն է ծախել, ինչն է սեփականացրել, ինչն է իրանով արել եւ այլն։ Ես չգիտեմ կա նման բան թե չէ, ամենայն դեպս ես չեմ տեսել։ Ինչ եմ սա ասում, ասենք ոնց կարող է մշակույթը զարգանալ մի երկրում, որտեղ որ օրինակ, հա, խնդրեմ մեկ դատավճիռ եւս բազմաթիվների հետ հանդերձ։ Հակակոռուպցիոն դատարանը քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում վճռաբեկ դատարանը 24 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը եւ բեկանել վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի փետրվարի 29-ի որոշումը գործնողարկելով հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ 25 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի։ Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ, որպես պետությանը պատճառված վնաս։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Ըստ գործի փաստական հանգամանքների վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի եւ Գուգարք ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար հուշարձանների վերականգնում ծրագրով 2007 եւ 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով։ Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի արկայության վերաբերյալ դատախազության փաստարկները եւ բավարարել է հայցը։ Սա անձամբ։ Իհարկե մենք շատ լավ հիշում ենք Հասմիկ Պողոսյանի գործունեությունը, հիշում ենք ԱՕՔ-ի շենք, մյուս շատ կարևոր մշակութային շենքեր, ինչպես սեփականաշնորհվեցին։ Եվ սա հենց մշակութաբանական խնդիրն է ըստ էության ազգի ձևավորման, քաղաքացու ձևավորման, իսկ ձևավորումը չի լինում ու վերջանում, ժողովուրդ ջան։ Դա անընդհատ process է, անընդհատ, ու պետք է պետությունը շատ խնամքով վերաբերվի իր քաղաքացիներին, նրանց գաղափարախոսությանը, լեզվամտածողությանը եւ այլն եւ այսպես շարունակ։
Ես դիտում էի նաև այլ քաղաքացիներին, ովքեր որ եւ հանրահայտ մարդկանց, ովքեր որ գովաբանում են Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը եւ օրական նախատինքի խոսքեր հողում Նիկոլ Փաշինյանին, իհարկե նրանց ասածների հետ չէի կարող համաձայն լինել, բայց այնուամենայնիվ անընդհատ լսելով փորձում էի հասկանալ, լավ, ինչ է կատարվում, որովհետեւ կան այնտեղ մարդիկ, որ իսկապես ես կարծում եմ նրանք ազնվորեն հավատում են, որ իրենք ճիշտ են մտածում եւ իրենք ինչ որտեղ զոհ են մեդիա բուլինգի, հա, լրատվական տերորի, ինչպեսի զոհ, որ ես կարող եմ գնահատել անգամ Գալստանյանին եւ դա բազմիցս նկատելի է եղել։ Մարդը վերակենում ասում է, ես հայ եմ, ես իմ հայրենիքը Հայաստանը Արարատ լեռը դուք չեք կարող ինձ ստիպել որ մոռանան, որտեղից է այս ձևակերպումը գալիս, ով է քեզ ստիպում մոռանալ, ով է քեզ ստիպում մոռանալ, ընդհանրապես քեզ ուղղում են, ասում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է եւ չի կարելի դա երկրորդ էլ, եթե դու Հայաստանի Հանրապետության հանդեպ ունես այդքան տես բան, ախր երբ որ դու շեշտում ես անընդհատ նա ու գերադասում ես, գերագնահատում ես, քո ունեցածը դրանով նվաստացնում ես, էժանացնում ես, սա պարզ բան է ախր, շատ պարզ բան։ Եվ խնդիրը այդտեղ է, մարդիկ քեզ չեն ասում մոռացի, քեզ ասում են Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր գագաթը Արարատն է, սա տարրական բան է։ Հասկանում եք։ Ոչ ոք քեզ չի ասում քո պատմական հայրենիքը մոռացիր։ Ընդհակառակը, այդ նույն իշխանությունները մտցրել են նոր առարկա դպրոցներ հայրենիքի պատմության հետ կապված։ Ճանաչել հայրենիքը, թե ինչպեսի մի հատ բան։ Ու շատ գեղեցիկ իմիջայլոց բան է։ Այսինքն, դարան պետք է մենք հասկանանք պատմական հայրենիքը ո՞րն է, Հայաստանի Հանրապետությունը ո՞րն է։ Դա վատ է։ Դուք չեք զգացել, ասենք ինչպես ենք ապրել եւ ինչու ենք այդպես ապրել, հեչ ինքնահայեցում չեք իրականացրել։ Մենք կարող ենք, ես աչքովս ընկավ մի հատ մեկնաբանություն, դա ամենասարսափելին էր։ Գերվում է բարև Աստծուն ու հետևից քֆուր է տալիս։ Մի նախադասության մասին է խոսքը, մի նախադասության մեջ։ Այսինքն մարդը գիտի, որ Աստված կա, մարդը գիտի, որ այդպիսի խոսք կա, բարևն Աստծունն է, մարդը գիտի, որ եկեղեցի կա, աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն ենք, չգիտեմ, սենց ձևակերպումներ, բայց ինքը չգիտի դա ինչ է, ինչպես վերաբերվել դրա հետ, ինչ է նշանակում քրիստոնեություն։ Գիտեք, ժամանակին իմ ընկերներից շատերն են ասել, որ ես գնահատել են իմ մոտեցումները քրիստոնեության համակարգի վերաբերյալ, գնահատել են որպես հակաքրիստոնեական, անկեղծ եմ ասում, իսկապես, որովհետև նրանք շարժվում էին ընդունված նորմով, իսկ ես անընդհատ ասում եմ, որ դա այդպես չի, քրիստոնեությունը դա համակարգ, արժե համակարգ է, մարդկությանը մի լևելից բերել է մի ուրիշ լևել ու առաջարկել է նոր խաղի կանոն, դա աշխարհակարգի ձևավորում է, եթե կուզեք, հավատքի տեսանկյունից անգամ։ Եվ պետք է լրջորեն մոտենալ դրան։ Օ, դու հակաբաներ ես խոսում։ Իհարկե մի քիչ բանավիճում էինք, բան գնահատական էին մենք, ասում էին լավ, ուրեմն ես ձեր իմացած, ես այդքան էլ լավ քրիստոնյա չեմ, օքեյ։ Բայց կենցաղում ախր տեսանելի է, որս ինչ ենք։ Այդ գիտեք ինչի նման է, որ երբ որ սրանք դուրս եկան օրինակ նոյեմբերի 9-ի գիշերը սկսեցին հարձակվել շենքերի վրա, սկսեցին ստեր տարածել 10-15 հազար զոհ ենք ունեցել, մի 30 հազար վիրավոր ունենք, սա տվեց, հանձնեց այս կողմ են կողմ, իսկ ես պատերազմի դաշտում ամբողջ իմ աչքով տեսել էի ու հասկացել էի, որ ինչ է կատարվում, ասում էի դուք չի որ պիտի ասեք, որովհետև հենց դուք եք մասնակից այդ ամեն ինչին, հենց ձեր բան է արդյունքում այդպես եղել, դու Նիկոլին ես պաշտպանում։ Դուք չեք պատկերացնում ինչ տիպի Նիկոլ Փաշինյանը պաշտպանվելու կարիք չունի այդ իմաստով, որովհետև փաստաթղթերը խոսում են հենց դրա մասին, բայց ես ինքս էլ ականատեսն եմ եղել։
Չէ, դու բան։ Հետո գնաց։ Ինչ գործողություն անում էին, բացատրում էին, հասկացում էին, չէր ընդունվում։ Այս վերջին Գալստանյանը Կիրանցի թեմաները ո սկսեցին արդեն 24 թվականին, էլի ասում է, ախր այսպես չի, այսպես է։ Երբ որ ընդդիմությունը գործի չէր գալիս ջղայնանում, ասում է, դուք ընդդիմությունն եք, դուք մեր երկրի ընդդիմությունն եք, լեգիտիմ ընդ որում թարսի պես։ Դուք որ գործի ոչ մի աշխատանք չեք իրականացրել, որպես ընդդիմություն։ Դու ով ես քննադատում, մի հատ հարցակումներ էր լինում։ Հիմա մի հատ նո իհարկե մի կարևոր եսի մեկը չի, բայց կհիշեք մի տիկին կա տիբեթյան ուսմունքով, չգիտեմ, sense բաներ է տարածում, ես շատ դրա մեջ չկամ, բայց ազգային ժողովում շատ ագրեսիվ բան էր խոսում, եւ խոսում էր ընդդիմադիրների դեմ։ Մինչեւ այդ սրանք բոլորը այս կնոջը տարածում էին, լայքեր էին դնում, բա մի ակունքի մասնության։ Այսօր աչքովս ընկավ, եկեք լսեք այս կինը ինչ է ասում, սա ընդհանուր առմամբ այս տեսակ մարդկանց մոտեցումն է ու շարունակենք միտքը։ Մեջ եւ միանգամից Քոչարյանը այլևս քսի է տալիս այդպես Միրոպես սկզբից դնեմ, կներեք։ 5 տարի շարունակ Նիկոլի զոմբիներն էին անընդմեջ հարձակվում մեզ վրա, իսկ հիմա տեսեք մեկ անգամ մենք կպանք ընդդիմությանը մեղադրելով հանցավոր փաստացի անգործության մեջ եւ միանգամից Քոչարյանը այլևս քսի է տալիս այդպես ասած իր իսկ արդեն չարախոսների։ Ես չգիտեմ ցույն տիկինը որտեղից է ենթադրում, որ Քոչարյանի չարախոսներն են, իսկ ինչու Սերժի չարախոսները չեն կարող լինել։ Շատ հնարավոր թե կարող է Սերժին ամեն դեպքում պաշտպանում եք եւ նրա թիմից եք, բայց լավ, սա չի հարցը։ Հարցը հենց այս խոսույթն է։ Նիկոլի զոմբիները զոմբին բանում քաղաքացիներին, ովքեր ունեն կարծիք։ Նիկոլի զոմբիները նրանց դեմ մենք պայքարում ենք, նրանք անընդհատ ինչ ասես մեզ ասում էին։ Հիմա ես դուրս եկա հանցավոր անգործության մեջ մեղադրեցի բանին, ընդդիմադիրներին եւ հիմա էլ Քոչարյանականներն են հարձակվել։ Հիմա տես տիկին, ես անունը իսկապես չգիտեմ, ոչինչ որ տիկինով դիմեմ իմ կարծիքով, հարգալից բան է։ Տես տիկին, այդ զոմբի մոմբի դնենք մի կողմ, Քոչարյանին են, թե Քոչարյանը չեն, այդ էլ դնենք մի կողմ։ Այ ոնց է ստացվում, որ երբ որ ես մեղադրում եմ ընդդիմությանը հանցավոր անգործության մեջ, ես դառնում եմ Նիկոլի զոմբի, ըստ ձեր ձևակերպան, էժանագին, ասենք։ Բայց երբ որ դու հիմա սա ասում ես, դու չես դառնում Նիկոլի զոմբի։ Սրանք վատ ձևակերպումներ են 1000 ժողովուրդ որ ստիպված եմ ասել։ Բայց այս կարգի բաներ են, էժան խոսակցությունները համացանցում թափված են, իսկապես շանվոտի հետ գնում են, ու մարդիկ այդտեղով ինչ որ կարծիքներ են ձևակերպում, ձևավորում, հետո ավելի հաստատվում են իրենց կարծիքների մեջ, հետո այդ կարծիքը դառնում է փաստ։ Հետո փաստացի դառնում են քիչ-քիչ հակապետական գործիչներ, այդպես էլ ոչ ոք չի հասկանում ոնց ստացվեց։ Հիմա աչքովս ընկավ դուրս են եկել։ Մենք հայ ենք, սա մեր Հայաստանն է, մենք բա մեր հայկականությունը, բա մեր ավանդույթները, ընդ որում ավանդույթներից խոսում է մի դերասանուհի, թե երգչուհի, չգիտեմ էսկի։ Աղջիկ, տիկին։ Իսկ դες ոնց է թվում։ Նիկոլի զոմբիները ինչ ազգ են։ Դուք հայերը համաձայն եք, որ Հայաստան չլինի։ Լավ, ասենք մենք հայ չենք։ Համաձայն եք, որ Հայաստան չլինի։ Դուք հայերը համաձայն եք, որ Հայաստանի ղեկավարը պիտի նշանակվի Ռուսաստանից։ Դուք հայերը համաձայն եք, որ պիտի Հայաստանի Հանրապետությունը սահմանազատված ու սահմանագծված չլինի։ Ասենք, թե մենք հայ չենք։ Դուք հայերը համաձայն եք, որ խոսքի իրավունք չպիտի ունենաք։ Եվ եթե ցանկանաք հանկարծ ըմբոստանալ, տանկեր են գալու ձեր վրա, սահմանից։
փլացում շարելու են, ասեն ով է պատրաստ գնա, ով էլ գա, համաձայն եք, դուրս էր եկել այդ անմեղ սունակը, պարզվեց ոչ մի բանում ոչ մի մեղավորություն չունի, մարտի 1-ի թեմային անդրադառնալով, ասում է, այնտեղ չկա որ սպանել են, իհարկե Քոչարյան Ռոբերտը ինչքան գնում է դատարան, մեկ այս ձևակերպումը չի հասկանում մեկեն, ինքն է բարձրաձայնում, ասում է ես չեմ հասկանում, չհասկանալով գալ մարտի 1-ին ու միեդի որոշմանը ու փորձել դա էլ մանիպուլացնել, գիտեք ինչ, իմ կարծիքով ամեն մարդ էլի, գոնե մի վարքյանով ինքը իրեն գնահատական տասա, գոնե այդ լրագրողների տասեր, այդպիսի հարցեր չտային, սպանվել են քաղաքացիներ, դու պետության ղեկավարն ես, ընդ որում Երևանի կենտրոնում եղել են զրահատեխնիկաներ, զինվորականներ, դու երկրի ղեկավարն ես, են պատճառներ, բաներ, չգիտեմ, ամեն մեկը ձեր մեկնաբանությունը մի կողմ հել է, դա նորմալ է, այ մի հատ կարելի է քո մեկնաբանությունը, ինչ գործ ունեին զրահատեխնիկաները, զինվորները, զինված, Երևանի կենտրոնում, այն ժամանակ, երբ որ Երևանում ընթանում էին բողոքի ակցիաներ սահմանադրական կարգով, ինչ էին անում, եկել էին ինչ անեին, ինչ հրամանով էին եկել, դու կանչել ես ենք օրինակ, ասենք թե դու չես հրահանգել, կանչել մի հատ պաշտպանության նախարարին ասել ես Այս Երևանում ինչ գործ ունեն այս տանկերը, այ հանցագործ, ամբողջ ելույթը նրա մասին էր, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն չպիտի լինի, ամբողջ ելույթը գուբերնիստականի ելույթ էր, և կան մարդիկ, ովքեր մի հատ կին էր գրել, ես չգիտեմ այդ կինով է, ասում է, նրա կեցվածքը, նրա սառը դատողությունն ու մեկնաբանություն, բա չէ, ճղճղան Նիկոլս ես բաները, լսենք, գործերը մի հատ ցույց կտակ, ու նրանք ունեն էլեկտորատ, հենց Քոչարյանը չէ, կամ հենց Սերժը չէ, դուրս կգա մի երիտասարդ, մի 5 նոր լավ թարմ դեմքերով, շատ սիրուն բաներ կխոսի, կասի դե մենք երրորդ ուժ ենք, ոչ նախկին, ոչ ներկա, կասեն տեսեք, ինչ էլ լավ գնացինք իրան ընտրելու, ու երբ որ ասես, որ դա ուղիղ կապ ունի այն նրա հետ, ընդ որում նա է խոստովանել ժամանակին, Նիկոլին ես պաշտպանում կասեն, հետո գլխներին կտան, հետո այս սրա նման կփորձես բացատրել, որ դա դու ասել ես, և չլսողներից մեկն էլ ինքն է եղել, Էլ չի ստացվի, ուշ կլինի, օրինակ Գյումրի ընտրություններին ասում էինք տղերք, լավ, այդ 4 ուժը միանալու են իրար, ինչ եղկեղնի ապջան, Այն որ արուն են թափել, ըդիկ նոր, չգիտեմ, թշնամի են ուղնուց ուզով պաբենական արդեն, տենց չի եղնի, հետո են մեկը դուրս եկավ ասեց, Վարդան Ղուկասյանը ԿՊ-ի հետ է համագործակցելու, ես գիտեմ, որ իրենց խաղը խառնոն եմ, մի խոսքով, գյումրեցիներից ականջը լցրեց գնացին, այնպես ձևավորեցին բանը, որ խնդրեմ, տեսնում եք, տեսակ, որ այդպես էր, երբ որ ասում ենք ուրեմն որոշակի տվյալներ էլ կան, որոշակի բաներից ենք տեղյակ, վաղար շաբաթում էլ նույն կինոն են բռնելու, չգիտեմ կստացվի կհաջողեն թե չէ, բայց շատ վատ է լինելու, եթե հանկարծ քաղաքացիները որոշեն, ամեն մեկը դե ախպերս մարդուն ես հարգում եմ, հիմի ինձի Քոչարյանը հետաքրքիր չի, ես իրան եմ ձեն տալիս, իրան ձեն ես տալիս, իսկ ինքը դա ոնց է օգտագործելու Ոնց է օգտագործելու, որոնք Ռուբենին Մխիթարյան, որ ձեն էին տալիս, ոնց օգտագործեց Գյումրիում, կամ են մյուսը,
Մարդիկ ներվային հենց նրանց ընտրողները կատաղել փրփրել են, թե մենք ձեզ ենք ձեն տալիս, դու գնում ես Վարդանիկին ես փոխանցում։ Այո, որովհետև նրանց հետաքրքիր չեք դուք։ Նրանց հետաքրքիր է Հայաստանի տարածքը։ Եվ իրենց տերերը ինչպես ասեն, այնպես էլ իրենք վարվելու են։ Որովհետև ձև չունեն։ Լավ, գնանք կարճ դադարի, վերադառնանք առավել հանգամանորեն զրուցենք։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողները։ Տեսեք, այս ամեն ինչի մեջ, թե քաղաքացիներով ինչ է ասում, ոնց է մեկնաբանում, այս ամեն ինչը հուշում է մեզ, որ կա, այո, մշակութաբանական պակաս, որովհետև մեր դպրոցներում դաստիարակություն չի գնացել ինչ է նշանակում պետության քաղաքացի, ինչ է նշանակում իրավունք, ինչ է նշանակում պետություն առհասարակ, ինչ է նշանակում անկախություն, ինչ է նշանակում ազատություն, ինչ է նշանակում ընտրություն, ու այսպիսի բաներ։ Եվ այդ է պատճառը, որ մենք չենք կարողանում ձևակերպել մեր խնդիրները։ Հենց որ ձևակերպեք, արդեն տեսնելու եք ինչ լուծումները։ Հենց ձևակերպեք, լուծումները տեսանելի է լինելու։ Իսկ ինչու թույլ չեն տվել, ինչու չի ստացվել, թույլ չեն տվել, այո, որպեսզի չկայանանք, որպես անկախ պետության քաղաքացիներ, որովհետև այդ անկախությունը ժամանակավոր տված են եղել, որպեսզի ինչ-որ պահից հետ վերցնեն, մեկ էլ հանկարծ տեսնում են, որ մարդիկ չէ, սկսում են գնալ անկախությանը, հենց հիմա, ու իհարկե սկսում են բորբոքվել դրսից, ու իրենց ուժերին լարել դարձյալ։ Երեկ է ես նյութը ուզում կարդալ։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայից վերադառնալուց օրեր անց, այդպես էլ հստակ չասած Կիրիենկոին հանդիպել էր, թե ոչ, նորից ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում նրա արտաբերած ունիկալ մտքերը արած բացահայտումներն ու հատկապես գաղտնազերծած պլանը վստահաբար ազդելու են իր ձևակերպմամբ այս պահի սոցիոլոգիայի վրա։ Մի քանի տոկոսով ավելացնելով քաղաքացիական պայմանագրի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը։ Արդ պետք է հորդորել նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին, որ նա էլ իր հերթին հուշի շեֆին, մինչև 26 թվականի ԱԺ ընտրությունները հաճախակի ասուլիսներ հրավիրի, դրանից բխող ցանկալի հետևանքներով, ցանկալի կառավարող ուժի համար։ Այժմ դառնանք քոքամաշ ռեյտինգով նախագահ Ռոբի քաղաքական հավակնություններին եւ այն պլանին, որի իրագործմամբ վերջինս մտադիր է վերցնել իշխանությունը։ Բայց ես մի հատ հարց ունեմ, այստեղ Ռոբ ասեցի հիշա։ Իմ կինը ինձ տանը Ռոբ է ասում, իմ մայրս ինձ Ռոբ էր ասում։ Նորմալ է, հազար կներես, բայց քանի որ մեր իրականության մեջ կա շատ խոսույթ քո գենետիկ ազգային պատկանելության մասին, կխնդրենք ասեր, իսկ հայրդ քեզ ինչ էր ասում։ Իսկապես ես չեմ սիրում ընտանիքներ մտնել եւ սա չեմ ասում վիրավորելու համար։ Մայրդ քեզ Ռոբ էր ասում, դա հասկացանք։ Իսկ հայրդ քեզ ինչ էր ասում։ Պարզապես կարծում եմ դու էլ հասկանում ես, ինչու եմ ես հարցը տալիս, որովհետև հասարակության մեջ տենց հարցեր կան որոշակի։ Իսկ հետո քո ձևակերպումները, թե որքան տհաճությամբ է շրջում Հայաստանի Հանրապետությունում եւ որքան տհաճությամբ է հանդիպում քաղաքացիներին, ու առհասարակ որքան տհաճությամբ է կառավարել ռեսուրսները հայաստանյան եւ ինչպես է մսխել, սրանք գալիս են հաստատելու այդ հարցի
լեգիտիմությունը։ Հասկանում ես, ոնց էր քեզ հայրդ դիմում տանը։ Սա էսպես թող մնա։ Այդ պլանի անունը պայմանականորեն դնենք Գյումրի 2 եւ վերհիշենք ՀՀ երկրորդ քաղաքում տեղի ունեցած դիմարտահերթ ընտրությունների ժամանակ բանեցված նախընտրական մարտավարությունն ու հետընտրական ելքը։ Մեր քաղաքը դաշինքը, իմ հզոր համայնքը եւ մեր մայր Հայաստանը ընտրություններին մասնակցեցին առանձին։ Ժողովուրդ ջան, սա նստել գրասենյակում մտածել պլանավորել են։ Սակայն ընտրություններից հետո քվեարկեցին Կոմկուսի ցուցակը գլխավորած Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու օգտին։ Դե ունեցել են ներքին պայմանավորվածություն, որ տեխնացուն ամենաշատ ձայները հավաքի, մնացած բոլորը պիտի ձայները տան նրան։ Ստացվեց այնպես, որ քվեարկությանը մասնակցածների առավելագույն ձայները 36 ու 67% ստացած ԿՊ-ն չստանձնեց քաղաքի կառավարումը եւ ընտրողների մեծամասնության կամքին հակառակ քաղաքապետ թագադրվեց Վարդանիկը։ Պարոն Ղուկասյանը, ինչպես պարզվեց, չի նեղվում փաղաքշական իգից, ուստի նրան հանգիստ կարող ենք Վարդանիկով կոչել։ Ահա ոգևորված Գյումրիում ընդդիմության խփած ջեքփոթից Քոչարյանը հույս ունի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավոր կլինի ավելի մասշտաբային միջոցառման համապետական ընտրությունների ժամանակ էլ խապ ստալ, մասնակցել ընտրական գործընթացին առանձին քաղաքական միավորներով, անցողիկ տոկոսներ խփել, մտնել խորհրդարան ու «Здравствуйте եւ ваша тётя»։ Եվ որպեսզի դա ստացվի, ժողովուրդ ջան, իհարկե այս ընթացքում փորձելու են մեզ ներկայացնել, թե իբր կան հակադրություններ Տաշիր Սամոյի եւ Քոչարյանի եւ Սերժի եւ չգիտեմ դաշնակների միջեւ այսպիսի բաներ են մեզ փորձելու անընդհատ ապացուցել, մարդիկ են լինելու ասեն, ընդդիմությունը պառակտված է, բայց ախպոր պես էլի։ Դա նստած արդեն որոշած է։ Ընդ որում դրսից որոշումը ուղարկած է, սենց է աշխատում։ Այսօր երևում է երկու միավոր, որ մտնում են խորհրդարան, շատ քիչ են զիջում ԿՊ-ին, մեկը Հայաստան դաշինքն է, մյուսը Սամվել Կարապետյանի ուժը, ասուլիսում ազդարարեց Քոչարյանը, հիմնվելով իր ասած այս պահի սոցիոլոգիայի տվյալների վրա։ Ենթադրաբար նախկին նախագահը նկատի ունի իր սրտի սոցիոլոգիական կազմակերպության MPG-ի 1.5 ամիս առաջ հրապարակած տվյալները, ըստ որի, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ԿՊ-ի օգտին կքվեարկեր հարցվածների 17.3%, 13.4% Սամվել Կարապետյանի ստեղծվելիք կուսակցության օգտին, իսկ Հայաստան դաշինքի օգտին 6.4%։ Սոցհարցման նման տվյալները անասելի ոգևորություն են պարգևել նախկին նախագահին, որն էլ իր հետագա քաղաքական գրանձիոզ պլանները կառուցել է հիշյալ հարցման արդյունքների վրա։ Տեսեք, որպեսզի ըմբռնելի լինի ավելի, ես ունեմ Facebook-յան էջ, բնականաբար իմ հետևորդների մեծամասնությունը այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն քաղաքական առայժմ չեզոք դիրքորոշում կամ հարգում են բոլոր ժողովրդավարական ուժերին, կամ Նիկոլ Փաշինյանին են սատարում, կամ արտախորհրդարանական ընդդիմությանը, եւ եթե սա մեծամասնությունը ճնշող մեծամասնություն, եւ եթե ես իմ Facebook-յան էջով դնեմ սոցիալական հարցում, կարծում եմ այդտեղ Քոչարյան Ռոբերտը 0.5% հազիվ հավաքի։ Ու պատկերացեք, ես դրանով, ու Նիկոլ Փաշինյանն էլ հաստատ 50+ կհավաքի։ Ու պատկերացեք, ես դրանով դուրս գամ, ասեմ, խնդրեմ, սոցիոլոգիական հարցում եմ արել, այսպիսի արդյունքներ ունենք։ Բայց այդ հարցում արել եմ իմ էջով։ Հիմա սրանց MPG-ն իրենցն է հարցումները արել ու իրենց էջով անգամ Փաշինյանը առաջատարը եւ իրենց էջով Հայաստան դաշինքը 3-րդ տեղում է, հասկանում եք, անգամ իրենց այս բանը կազմակերպությունը ասենց չի կարողանում այդքան նկարի, էլի, որ շատ անխղճություն կլինի, էլի,
ու այստեղ ոգևորվել են, բայց ըստ էության այս ամեն ինչը Կիրիենկոյի կամ Պուտինի աչքին համար մեկ խաղալու խնդիրն է, ով պիտի լինի Պուտինի սրտի ներկայացուցիչ, այսինքն որ մեկը ավելի հակապետական կգործի, որ մեկը ավելի հակազգային, որ մեկը ավելի նվիրված ռուսաստանյան շահերին կգործի, խնդիրը այստեղ է։ Ինչն է ուշագրավ, մինչև Սամվել Կարապետյանի թիմը փորձում է դիստանցավորվել նախկին իշխանությունից, իսկ նրանք անընդհատ իբր իրենց արևին փորձում են հեռու իրենց պահել, բայց միևնույն է դա չի ստացվի, որովհետև աֆիլիացված եք, ուզեք չուզեք։ Գրեթե երթվելով, որ նախկինների, այն է անվանարկվածների, ձախողակների, Արյան ու Թալանի հետ նույնականացվողների հետ կապ չեն ունենալու, մաքրամաքուր դեմքով համալրված կուսակցություն են ձևավորելու։ Քոչարյանը չի խորշում փչացնել Կարապետյանի տոնը, եւ ոչ միայն տոնը, ու Հուդայի համբույր է, որ շռայլում է ռուսաստանցի գործարարին։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե Կարապետյանի մեր ձևովականները հայտարարել են, որ չեն համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ, Քոչարյանը ուղում մցրեց, թե մեր ձևովը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չէր գնում ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցելու մասին։ Այսինքն խորհրդարանում համագործակցելը լինելու է։ Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի լինում այդպես, չի ստացվի, բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Գյումրիի օրինակը, երբ բոլոր ուժերը հայտարարեցին, որ ԿՊ-ի հետ կոալիցիա չեն կազմելու, լավ մոտեցում էր։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել եւ արդեն ըստ ձայների համեմատության ձև չի լինելու չհամագործակցել խորհրդարանում։ Ձեր չի լինելու, ասելու են ու հլը փորձվեք չհամագործակցեք, էսա։ Եթե այդ շարժումը որոշակի ձայներ հավաքի խորհրդարանում, որը բավարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու, ասելու են, չէ, չենք ստեղծում, ուղղակի անհնար է սա։ Ստեղծվելու է մի վիճակ, երբ խորհրդարանում բոլոր ընդդիմադիր ուժերը ցանկություն են ունենալու համագործակցել եւ այլընտրանք չեն ունենալու դրան։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա եթե Գյումրիում Մարտունն ու Վարդան Ղուկասյանը գնացել են համագործակցության, ոնց դա կատարվեց։ Դե մենք էլ ենք այդ հարցնում, ոնց դա կատարվեց։ Ասվեց, ու ասվեց այնպիսի մեկի կողմից կամ այնպիսի ուժի կողմից, որը ավելին էր, քան որոշակի սրբությունները։ Այս ընդդիմադիր դաշտում այս կարգի բացասական վերաբերմունք ոչ մեկը չուներ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ պրոցեսի մեջ ենք լինելու։ Էլ ավելի բաց ու թափանցիկ, պարզ ու հասկանալի Քոչարյանը լինել չէր կարող։ Գալիք ազգային ժողովի ընտրություններին արդեն իսկ կարելի է ենթադրել ականատեսն ենք լինելու ընդդիմադիր առնվազն երկու միավորի մասնակցության՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ մնացած ընդդիմադիր խառնամբոխը։ Մնում է պարզել, Քոչարյանն այս անգամ որ քաղաքական ուժին է որպես տրամպլին օգտագործելու իր քաղաքական ամբիցիաները մի վերջին անգամ էլ իրացնելու համար։ Նորեն զառամյալ ՀՅԴ-ին ՀՀ ընտրողը պետք է իմանա, որ ձայն տալով Ռոբերտ Քոչարյանին, ձայն է տալու Սամվել Կարապետյանին, կողմ է լինելու ոչ հանրապետության գյումրիացմանը։ Իդեպ, քանի որ խոսք բացվեց սոցիոլոգիայի մասին, ապա մեր հերթին փչացնենք Քոչարյանի տոնը։ Ըստ միջազգային հեղինակավոր ԻՌԻ-ի 2025 թվականի հունիսին իրականացրած հարցման տվյալները վկայում էին, որ երկրորդ նախագահի դրական վարկանիշը, այն է հանրային աջակցության ցուցանիշը, ողորմելի վիճակում է 4%։ Այս տոկոսը ընդդիմադիր լիդերության այդ կարգավիճակում իրականացրած քարոզչական աշխատանքի ծայրահեղ անարդյունավետության, եթե չասենք ձախողման վկայությունը։ Փաստորեն 21-ի հունիսից ազգային ժողովի վերջին ընտրություններից այս կողմ անցած 4 տարիների ընթացքում երկրորդ նախագահին այդպես էլ չի հաջողվել իր հանրային վստահության մակարդակը բարձրացնել հասցնել այն աստիճանի, որ գոնե մերձենա Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, այդ վստահության մակարդակն ուղղակի գահավիժել է այն ստարտային վստահելիության համեմատ, որով
Երկրորդ նախագահը 21-ին մտել էր ընտրապայքարի մեջ եւ միակ տղամարդու ինքնավստահությամբ սպառնում էր մինչեւ քոք մաշացնել։ Փաշինյանի ռեյտինգը, քոք մաշացնել Փաշինյանի ռեյտինգը։ Հիշեցնենք, ԻՌԻ-ի 21 թվականի ապրիլ-մայիսին անցկացած հարցման արդյունքներով Ռոբերտ Քոչարյանի դրական վարկանիշը 20% էր։ Այսինքն կարծես թե շատ ավելի լավ սոցհարցումներ են անում։ ԻՌԻ-ի 25 թվականի հունիսին իրականացված հարցման տվյալներով Նիկոլ Փաշինյանի հանրային վստահության տոկոսը 13 է։ Հայաստանի Հանրապետության եւ կառավարող ուժի դեմ իրականացվող ամենժամյա հակաքարոզչությունն ու հիբրիդային հարձակումները ընդունում ենք, հասել են իրենց առջև դրված խնդրին։ Այո, որոշակիորեն կարողացել են խնդիր լուծել։ Կարողացել են որոշակիորեն մաշեցնել։ Համաձայն եմ։ Բայց ով Քոչարյանը ավելի լավ է չխոսի։ Եվ այս հիբրիդային պատերազմը գալիս է մեզ հայտնի ուժային կենտրոններից դրսի։ Պատկերացրեք այսպես, մի հատիկ բառ միանգամից 50-60 հատ կայք լցնում են համացանց ու հեռուստատեսություններ, որ մածունը սև է պաստորեն։ Ու մի հատը, երկու հատը ասում են չի կարա սև լինի, ինքը սպիտակ է։ Որքանով է հավանականությունը, որ մարդիկ կընտրեն հենց այդ երկուսին, դիտել ու նրանց կարծիքը ընդունելու բանը էլի, տեսակ, չեն ընտրի, մինչև հասնեն դրան, որ տեսնեն սպիտակը, սա դիտարկվելու արդեն որպես արդարացում, և թերահավատորեն են մարդիկ մոտենալու դրան, ու այսպես ամեն րոպե մեր համացանցում ապատեգատվություն է լցվում, ամեն րոպե, և շատ քաղաքացիներ իրենք էլ դառնում են ոչ միայն դրա զոհը, այլ դրա մասնակիցը նաև, կիսումներով, անգամ կիսելով, թե վայ ես ինչ է, մի հատ նայեք ժողովուրդ կամ չգիտեմ ինչ։ Ու այսպես պայքարում են, ու պատկերացրեք 4-5-րդ տարին է, անընդմեջ, ամեն 10-15 րոպեն մեկ, մի կայքը նորություն է գցում դաշտ։ Եթե 50-60 կայք գումարեք իրար, չի լինելու մի հատ րոպե, որ մի նորություն չի գցվում, նորություն ասածը ճայքերտների մեջ։ Պատկերացեք ինչ աշխատանք է գնում։ Այդ կայքերի մեծամասնությունը անգամ Հայաստանում չեն բացված, անգամ հետադարձ կապել չունեն։ Բայց մարդիկ կան, որ լուրջ են վերաբերվում դրան, մինչև հիմա բացատրում ենք, չեն հասկանում։ Չեն ուզում ընդունել, հա։ Դե շատերը կան, որ տարիքով մեծ են ու այդքան էլ լավ չեն ըմբռնում ասելիք, այսինքն մեկը ես գուցե լավ չեմ բացատրում, չգիտեմ։ Շատ մարդիկ կիսում եւ տարածում են։ Եվ եթե սրան էլ գումարում ենք այն հազարավոր ներկայացուցիչներին, ովքեր սատարում են դրանց, Հայաստանի գավառացումը, այստեղ ավելի թունդ է դառնում հարվածը։ Եվ մարդիկ սկսում են կարծել, որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ խառնվել է իրար եւ այլն, ոչինչ չի խառնվել իրար։ Միայն պետք է դնել, փորձել գրել, ինչ խնդիրների մասին է խոսքը, ինչ խնդիրներ ունենք։ Որն է մեր ընդհանուր խնդիրը։ Խորամուխ լինել դրա մեջ։ Արդյոք ես ասելով հայ հասկանում եմ նույն բանը, ինչ որ դիմացին է։ Ինչ է նշանակում հայ լինել։ Եթե ընդ որում միասին կարող ենք որոշել, եթե ընդունում ենք, որ դա ընդամենը ազգություն է աշխարհի 5000 ազգերի մեջ, օքեյ։ Եթե ընդունում ենք, որ դա կոչում է, օքեյ, եկեք տեսնենք այդ կոչումը ինչա պահանջում, ինչպիսին լինելա պահանջում, եւ գնանք այդ ճանապարհով, ինչպես նաեւ ընդգծենք, թե ինչպես ենք գնում այդ ճանապարհով։ Ինչ է նշանակում Հայաստան։
Ինչ է նշանակում հայրենիք, ինչ է նշանակում քրիստոնեություն։ Որքանով ենք մենք նույն բանը ընկալում, չեմ ասում մեկին մեկ նույն բանը, բայց ընդհանուր առմամբ նույնն ենք ընկալում, մենք համապատասխան ենք ապրում դրան։ Ես տեսնում եմ մարդիկ կան մեկ-մեկ բողոքում են, որ մեր երկրում փոփոխությունները դանդաղ են գնում, իրենք ունենալով բիզնես եւ հարկ չվճարելով։ Ու մարդը տարական բանը չի ընկալում, ասում ես այդ ցավը տանում։ Այդ փոփոխությունը լինում է հարկերի հաշվին։ Դու թաքցնում ես քո հարկը։ Դու դանդաղեցնում ես ընթացքը փոփոխությունների։ Ախր ինձնով է։ Այ այս պատկերացումը մեր տունը քանդում է առավոտից երեկո։ Ամեն մեկս կարծում ենք, որ մեզնով չի էս պետությունը, ինքը իրենով է։ Ամեն օր դրանով մեզ օտարում ենք մեր պետությունից։ Ինչպես օրինակ Սերյան Օհանյանն էր իրեն օտարում, ասելով դա պետության գործն է, իմիջ գործն է, ինչպես օրինակ Քոչարյանն էր օտարում, ասում դա պետության գործն է, իմիջ գործն է եւ այլն։ Այդպես ամեն քաղաքացիս մեզ օտարում ենք պետությունից։ Ցավոք սրտի։ Բայց երևի թե կրթությունը նորաձև է շարժումը եւ նմանատիպ այլ շարժումներ նույնպես կստեղծվեն, որոնք որ շատ հարցեր կդնեն իրենց տեղում։ Այո, այս ամեն ինչի խորքում դրված է կրթություն։ Եթերում ազատ շփումներ, կհանդիպենք։